Դառնալ իրավաբան, աշխատել ներքին գործերի կամ արդարադատության համակարգում, կրել համազգեստ արդարադատության լեյտենանտ Հասմիկ Ալեքսանյանի համար սա մանկության երազանք էր, որն իրականացրեց գերազանցությամբ ավարտելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիան։ Դպրոցն ավարտելուց հետո մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել եմ իմ ունեցած օրինակով։ Օրինակս եղել է հայրս, ով սովորել է այն նույն բուհում, որտեղ որ ես եմ սովորել։ Ճիշտ է, իրավաբան դառնալու մտքին հանգել եմ ինքս անձամբ, դա միայն իմ որոշումն է եղել, բայց նորից կրկնեմ, որ այդ որոշմանը հանգել եմ հորս օրինակը աչքիս առջև ունենալով, իր տարիների աշխատանքային փորձը եւ պատրաստական լինելով իմ գործնական կյանքն էլ նույնաբովանդակ ընթացքով անցկացնելու։ Նպատակ ունեմ շարունակելու մասնագիտական կրթությունս, բարելավելու իրավաբանության ոլորտում ընդհանուր պատրաստվածությանս մակարդակը եւ հետագայում զբաղեցնելու ինչու ոչ առավել բարձր պաշտոններ։ Սիսիան վերադարձած երիտասարդ իրավաբանը տեսել էր Գորիսում առկա թափուր հաստիքը, մանրակրկիտ պատրաստվել, դիմել ու անմիջապես ընդունվել աշխատանքի։ Սիսիանից Գորիս եւ հակառակը ամեն օր, երբեմն դժվարանցանելի ճանապարհով, բայց մշտապես հաստատակամ։ Անկեղծ եմ ասում, ամեն առավոտ աշխատանքի գնալիս ինքս մեջ ձևավորում եմ մի միտք, գաղափար, առաջնորդվում եմ այն տրամաբանությամբ, որ այդ օրվա ընթացքում առնվազն մի քանի ակտով, որոնք որ ներկայացվել են հարկադիր կատարման, իմ կողմից կատարվող կատարողական գործողությունների միջոցով հասնելու եմ ի վերջո արդարության վերականգնմանը, խախտված իրավունքների ու շահերի պաշտպանությանը։ Եվ այդ գաղափարը իմ մեջ արդեն ձևավորած, իմ մեջ ունենալով շատ մեծ ուժով, եռանդով եւ շատ բարձր տրամադրությամբ գնում եմ աշխատանքի եւ այդպես ամեն օր։ Այս համակարգում ամենածանրը շփվելն է մարդկանց հետ, որոնք կորցնում են գույք, հատկապես տուն։ Այդպիսի պահերի պետք է կարողանալ հոգեբանական կայունություն դրսևորել, նաև դեպքերը աշխատավայրից տուն չտանել։ Բայց Հասմիկն ասում է, թե ինքը, թե նույնիսկ երկարամյա փորձ ունեցող գործընկերներն ազդվում են այդպիսի գործերից։ Երկար ժամանակ է պետք լինում այդ ամենը մոռանալու համար։ Ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ մենք հարկադիր կատարողներս ունենք մարդկային զգացմունքներ, զգացողություններ, մեզ մոտ նույնպես էմոցիոնալ դաշտը չի բացակայում, բայց երբ մենք գործում ենք, աշխատանքային գործունեություն ենք իրականացնում, փորձում ենք հնարավորինս զսպել մեր էմոցիաները, հնարավորինս պահպանել էմոցիոնալ կայունություն։ Մայիսի 5-ը հարկադիր կատարողի օրն է։ Ապահովել դատական ակտի հարկադիր կատարումը նույնն է, թե վերականգնել ինչ-որ մեկի իրավունքը կամ ուղղակի արդարությունը։ Երբեմն այդ գործը Հասմիկ Ալեքսանյանի նման երիտասարդ սպաների ուսերին է։ Մասնագիտական տոնի առիթով գործընկերներին շնորհավորելուց հետո արդարադատության երիտասարդ լեյտենանտը խոսքն ուղղում է հասարակությանը։ Ես ցանկանում եմ, որ մեր հանրության շրջանում ֆինանսական կայունություն լինի եւ պատասխանատվության բարձր զգացում, որպեսզի իրենց վերաբերելի դատական, վարչական ակտերը, վճիռները, որոշումները չգան հասնեն հարկադիր կատարման փուլ, իսկ անգամ եթե դրանք արդեն հարկադիր կատարման փուլում են, նրանք բարեխղճորեն հետևեն եւ կատարեն հարկադիր կատարողի կողմից իր լիազորությունների շրջանակներում կայացված որոշումների պահանջները։